Ես ցանկանում եմ, քանի որ այստեղ շատ խոսվեց ուրբաթ օրը տեղի ունեցած խորհրդակցության մասին, հասարակական մեր կարծիքը, մեր հասարակությունը պետք է իմանան, որ այդ օրը որևէ պայմանավորվածություն չի կայացել։ Այսինքն կարող է ինչ-որ մարդիկ իրար մեջ ինչ-որ բան որոշել են, բայց կոնկրետ օրինակ Հայ ազգային կոնգրեսը մնացել է իր կարծիքի։ Եվ հենց դա է պատճառը, որ մենք այս հարցը հիմա տեղափոխել ենք լիագումար նիստում քննարկելու համար։ Եվ մենք ունենք դրա համար բոլոր իրավունքները։ Ես եւս մեկ անգամ հորդորում եմ, թույլ տվեք ընդդիմությունը արտահայտվի համաձայն կանոնակարգի մասին օրենքի։ Եթե դուք գնում եք կանոնակարգի մասին օրենքի խախտմանը, դուք եք սրում ձեր գործողություններով իրավիճակը դահլիճում։ Իսկ եթե լինեք հանդուրժող, ոչ մի նման բան չի լինի, մարդիկ ուղղակի կարտահայտվեն եւ կշարունակեն իրենց գործը։ Հիմա առավել եւս, որ խոսակցությունը իսկապես գնում է հենց քննարկվող այդ հարցի օրակարգային հարցի մասին։ Խոսքը գնում է քառօրյայի օրակարգի ձևավորման մասին։ Եվ մենք ընդհանրապես ընդդիմությունը առաջարկել է մի տարբերակ, որ այս քառօրյայի օրակարգի մեջ եւս մեկ հարց մտնի, որը այսօր հանրապետության ժողովրդին հուզող ամենամեծ հարցն է։ Եվ մենք նորից ասում ենք, մինչև 1.5 մենք ունենք 17 ստորագրություն, խնդրում ենք, ով շահագրգռված է այս խնդրի լուծմամբ, այնուամենայնիվ գան եւ ստորագրեն, որպեսզի հենց այս քառօրյայում մենք այդ հարցը կարողանանք համարել առաջնահերթ եւ քննարկենք արտահերթ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, կանոնակարգով սահմանված ձևով օրակարգի կայացման, օրակարգի ձևավորման հարցում որևէ խախտում գոյություն չունի։ Օրակարգը սահմանված է կանոնակարգին համապատասխան ձևով։ Այս պահին, երբ մենք չունենք որևէ օրինագիծ եւ ոչ էլ ունենք համապատասխան քանակի ստորագրություններ, որի մասին դուք հենց նոր ասեցիք, օրակարգում այս հարցը զետեղվելու որևէ ձև չուներ, այս մեղադրանքները, որոնք հնչեցվում են, որևէ հիմք չունեն իրենց մեջ։